Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց քնեցիր։ Քնել եմ։ Սուրճ եմ պատրաստել։ Կխմես։ Սիրով։ Ինձ թված գիշերը այստեղ չես մնացել։ Չէի ուզում քեզ մենակ թողնել։ Բայց մամայիդ ասեցիր, որ Մաման գիտեր, որ մեկա չեմ գնալու։ Արման, մենք պետք է խոսենք։ Եթե պետք է նույն բանի մասին խոսես, մի անգամից ասեմ կարիք չկա, պետք չի։ Ես քեզ չեմ թողնելու իմ տնից դու գնաս։ Այնքան ժամանակ մինչև որ ոտքի չկանգնես։ Ու համարում եմ այս խոսակցությունը փակված։ Արման։ Սարա, խնդրում եմ։ Ախր այսպես չի լինի։ Կլինի։ Ինձ մոտ ունես տպավորությունն է, որ եթե տնից հիմա դուրս գամ, դու կգնաս այս տնից։ Ասա, որ այդպես չի։ Արման։ Ասա, որ չես գնա։ Ես չեմ ուզում քեզ կորցնել։ Սուրճը փորձի, ծառեց։ Համեք իմանաս ոնց եմ սուրճ պատրաստում։ Վստահ եմ, որ շատ համեղ։ Բայց փորձի ամեն դեպքում։ Ես ինչի ես սենց շուրտ արթնացել։ Քունս չի տանում։ Իմն էլ։ Գիշերը դարձել է տանջանք։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Հենց գիշերը գալիս է, ժամերն եմ հաշվում, որ լույսը բացվի։ Լույսը բացվում է, ժամերն եմ հաշվում, որ մութը ընկնի։ Ես էլ։ Գնամ տուն, գնամ։ Սպասի։ Ուզում եմ խոսենք։ Ինչ ես ուզում խոսես։ Գնացել էի Արմանի տուն։ Հա, լավ է իրարել, հետո։ Հետո են, որ Արմանի տանը աղջիկ կար։ Աղջիկ կա։ Ինչ անենք աղջիկով, շատ նորմալ երևույթ է, ինչ է եղել, որ։ Ոնց թե։ Ես քեզ ասում եմ Արմանը տուն աղջիկ ա բերել։ Ախպեր լավ է արել։ Ինչ ես խառնվում այդ տղայի կյանքին։ Դու դրա իրավունքը չունես։ Ոնց թե չունեմ։ Ադամ, ես մայր եմ, իսկ մայրը ամեն ինչի իրավունք ունի։ Լսի, Արմանը չափահաս, կարգին մարդ է, ինքը եթե աղջիկ ա բերել դու, ինքը լավ գիտի, ինչի ա բերել, ինչի համար ա բերել, դու մի խառնվի։ Բա որ այդ աղջիկը վաղը միսոր փաթաթվի Արմանի վզով։ Լսի, ես հա ասեմ, դու հա քոնը շարունակի։ Ադամ, սպասի։ Չիմանանք ով է այդ աղջիկը, ծնողներ ունի, չունի, որտեղից է։ Ախպեր որ իմացար ինչ տա փոխվելու։ Չեմ հասկանում, այդ աղջիկա ծնողները չեն ասում, մեր աղջիկը որտեղ է գիշերում։ Ես իմ ով է։ Եկեք տեսնեմ միա, անցեք, անցեք։ Ուր էիք գնում գիշերը։ Ուր էիք գնալու։ Ինձ կարող եք ասեք ուր էիք գնում։ Դուք գիտեք, որ այս պատերից դուր ձեզ վտանգ կսպառնի, եթե ես ձեզ հետ չլինեմ։ Միլենա ուր էիր գնալու։ Բա որ քեզ մի բան լիներ։ Դու գիտես Սարան ինչ կլիներ։ Շատ կվախեցնեիր։ Իսկ դու գոր։ Դու տղա ես, դու պիտի պաշտպանես Միլենային, ինչ ես անում փոխարենը։ Լավ էր Հակոբ պապիկը ձեզ տեսավ, թե չէ Աստված գիտի հիմա ուր էիք լինելու։ Ում գաղափարներ ասեք ինձ։ Իմ։ Քո։ Ես չեմ ուզում որ Միլենային տանեն։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալ, չեմ գնալու։ Դուք գիտեք, որ փախուստը լավ գաղափար չէր։ Ձեզ հանգիստ կարող էին գտնել։ Թող գտնեին, ես չէի թողի որ Միլենային տանեին։ Որովհետև ես սիրում եմ նրան։
Գոր մի գնա, սպասի։ Սպասի հիմա կգամ։ Ինչ կա ծիծաղելու։ Դու ես ծիծաղելու։ Ինչ է սահմանը անցնում։ Ի, սեղ սահման էլ կա։ Այո, կա։ Էս իմ մասնան, են քո։ Ուրեմն իմ տան մեջ, իմ անկողնու վրա սահման ես դրել ու ես կուրսիչ եմ, հա? Արսեն։ Բայց ինչ մտքեր ունես դու։ Քեզ թվում ես քեզ կկպնեմ։ Էդ դու չէիր, որ ինձ համբուրեցիր հյուրանոցի դիմաց։ Ով, ես։ Տես բան չկա։ Ոնց չի եղել նման բան։ Արսեն, դու ինձ չես համբուրել։ Էլ քեզ մի երևակայ, ես քեզ չեմ պատճել։ Լուսի, դու համես ծուտասան ես։ Լավ, ձենդ, հեսա կլսեն։ Բայց դու Ես ինչ։ Ասա։ Բան է եղել։ Խոսացել ես պապայի հետ։ Խոսացել եմ։ Ու պապան ուզում է տեսնի քեզ։ Ասում էի, չէ։ Գիտեմ, որ քեզ կհավանի։ Օ, հələ ու չհավանի։ Քթերից տան բերելու։ Ամամ, Հայկ, որտեղ ես։ դուրս եմ եկել մաքուրոթի։ Մենակ։ Մամ, կարող է 2 տարեկան երեխա եմ։ Հա, մենակ եմ։ Բայց որտեղ ես։ Այգում։ Լավ։ Լավ, մամ ջան։ Շեֆ ջան։ Նստի։ Ավել նստել ես։ Շարիկ ես պտտում։ Ինչ կա մեր գործերից։ Շեֆ ջան, տրամադրությունս բարձր է, շարիկ եմ գլորում ցավը տանը։ Հիմա որ Ադամը իրան պատել տա, ոչ վկա կարա գտնի, ոչ էլ վկայի վկա, ասենց սաղին հավաքել եմ իրար գլուխ, վառը տվել եմ քամուն։
Լսի, Ադամը հարիվ տղա չի, վենի հոտը առել է, դա նշանակում է կսկսի բզբզել։ Ինչքան էլ բզբզա, ուզում է փորի, ուզում է բզբզա, մեկը ոչ մի բանը չի կարա գտնի, ցավը տանեմ, հանգիստ եղի։ Մեծ մի խոսալի, կգտնի դու էլ կմնաս զարմացած։ Այս անգամ հաստատ բան եմ ասում, շեֆ, հանգիստ եղի։ Իսկ ես ասում եմ մեծ մի խոսա, դու էլ մեծ խոսում ես։ Ախր Լալայան ջան, որ պահն եմ մեծ խոսում, ցավը տանեմ, երբ եմ մեծ խոսացել։ Լսի, երբ որ Ադամը տուպիկի առաջ կկանգնի, կջոգի, որ ոչ մի բան չի ջոգում, այդ վաղ կասեմ մալադեց, հալալա։ Ասա տենամ են գյադուց ինչ նորություն կա, դրա հոտը արդեն գեշ գալիս է։ Ես այդ գյադում կգտնեմ, կսատկաստեմ, կպրստենք։ Սատկացրու, բեր կցի ոտելիս առաջը, տեսնեմ, ասեմ մալադեց։ Կտեսնես։ Ախ շատ եմ ուզում տենամ, շատ։ Շեֆ ջան, դու ասա ուրիշ ինչ առաջադրանք բան կա։ Թե չէ սա առաջադրանքները սենց հերթով արեցիր, թազա առաջադրանք ես ուզում, հա։ Ոչ մի բան պետք չի անել։ Հիմա պետք է հանգիստ մնանք։ Ինձ հիմա կարևոր է իմանամ Ադամի տանը ինչ է կատարվում, ինչի մասին են խոսում, ինչի մասին են մտածում։ Այնց դա է պետք իմանալ։ Ու ինձ կասեն։ Բայց գրնան ուրա։ Գրնուն հիվանդացել է։ Ապուշլակոտ, 1000 անգամ ասել ցրտին դուսը մի կանգնի։ Արի։ Մյուս անգամ չհամարձակվես։ Ես էլ եմ էդ ասում, մյուս անգամ չհամարձակվես։ Դու ինձ ձեռ ես առնում։ Աղջի ջան, ես ինձ համար պարկած էի, դու եկար պաչեցիր ինձ։ Բայց ասեմ, որ վատ չէր։ Եթե ուզենաս, կարաս կրկնես։ Ցինիկ։ Վատ է էլի։ Համ անում ես, համ ձև ես բռնում։ Արսեն դու հատուկ ես անում։ Ես հատուկ ոչ մի բան չեմ անում։ Չէ, դու հատուկ ես անում։ Դու ինա դու ես անում, որ ինձ ունից անես, չէ։ Ես բան չեմ արել։ Ինչ արել ես, դու ես արել։ Մարդուն էլ այդքան ասես հեռու մնա, գնա կկպնի։ Ի։ Ցինիկի մեկը, ցինիկ։ Ես թե դու։ Վայ։ Վում եմ քեզանից։ Ջին։ Ինչ։ Կատակ եմ արել։ Կարամ մի բան խնդրեմ։ Ես չեմ կարում տենամ, որ կինը լացում է։ Նեղվում եմ դրանից, մի լացի։ Ջին, ստես թշնամաբար տրամադրելով, լավ բանի չենք հասնի։ Արի փորձենք գոնե ընկերներ դառնանք։ Քո հետ։ Ինչի վատ տղա եմ։ Արսեն, խնդրում եմ, արի ամեն մեկս մեր ճանապարհով գնանք, հա։ Թեման փակ է, մոռացի ինչ ասեց։ Արսեն։ Մենք մի տան մեջ ենք ապրում։ Մի սենյակում։ Նույն անկողնում ենք քնում։ Բայց այլ ամեն ինչ մոռանանք։ Լավ ընկերներ լինենք իրար հետ։ Ում հետ։ Քեզ հետ։ Հա, իմ հետ։ Դու ինձ ամեն վարքյան ստորացնում ես։ Դե ես էլ եմ էլի ասում, Ինչ ես ասում։ որ դու քեզ սխալ ես պահում։ Արսեն։ Դու քեզ ճիշտ ես պահում։ Մենք բան էինք պայմանավորվել, չէ՞։ Բայց դու ինչ արեցիր։ Դու քո խոսքը պահել չգիտես։ Բայց Արսենը այդ տղեն չի։ Ես որ ուզենայի, վաղուց քո հայկը շների փայր դարե։ Մնացածը դու մտածի։ Կներես։
Քեզ մի խնդրանք ունեմ։ Ինչ։ Ուզում քո հետ միտեղ գնանք։ Ուր։ Անակնկալ է։ Ճիշտն ասած, ես անակնկալներից մի քիչ վախենում եմ։ Շատ իզր։ Այ որ ինձ վստահեիր, նկատել ես ինչ որ շատ եմ ասում, վստահեիր։ Ես վստահում եմ քեզ մեր հանդիպման առաջին օրվանից։ Չգիտեմ, ինչ որ մի անբացատրելի ուժ ստիպում ու հավատալ քեզ։ Ես քեզ հուսախաբ չեմ անի։ Գնանք։ Գնանք։ Գնացինք։ Ալեքս ինչ կա։ Ոչ մի բան, պոչին նստած եմ։ Ուրա հետի։ Նախարարությունում։ Մենակ է։ Չեն, իրա Սերգեյի հետ է։ Աչքդ չկտրես դրանից, ես պետք է դրա սախ քայլերը իմանամ։ Լավ։ Դե կապի մեջ։ Կապի մեջ։ Արսեն ջան։ Մամ ջան, բարի լույս։ Բարի լույս տղես։ Այս քեզանից չի որ սենց շուտ ես արթնացել։ Դե։ Գործերով։ Այս թևը ինչ է եղել։ Բան չկա, թեթև քերծվել է։ Ոնց թե բան չկա։ Լավ է, մամ ջան, դու ոնց ես։ Ոնց պետք է լինեմ։ Ընկանք Սոնայի ցավով քո խնդիրները մոռացանք բալես։ Երբ ես գնալու բժշկի։ Այ կնենք ինչ բժիշկ է, հազիվ եմ դրանցից բրծե։ Այ բալես գնա բժշկի, որ հետո խնդիրներ չառաջանան։ Ոչ մի բան չի առաջանա։ Ոչ մի խնդիր չկա։ Սկի տեղն չի մնացել։ Դե լավ։ Պապան քնած է։ Պապան ամբողջ գիշեր չի քնում Արսեն ջան։ Ես վախենում եմ այդ անքնությունից մոտը խնդիրներ առաջանան։ Բոլորիս համար է դժվար է մամ ջան։ Պապայի համար ավելի շատ։ Արսեն, ասա մամ։ Մի բան եմ ուզում բալես հարցնեմ։ Հարցրու։ Դու գիտես ով է այդ Արմանի հյուրը։ Ինչ հյուր։ Դե այն աղջիկը, որ Արմանի տանն է ապրում։ Արմանը քեզ բան չի ասել։ Արմանի տան աղջիկա ապրում։ Փաստորեն քեզ ոչինչ չի ասել։ Բան չի ասել, բայց արդեն հետաքրքիր է։ Տաթև։ Լսում եմ եկել։ Փաստորեն ես դաստիարակների փոխարեն պետքա պահակներ, հա, վերցնեմ աշխատանքի։ Հասկանում եմ ինչ եք ուզում ասել։ Հետո, իսկ ես ոնց հասկանամ այս ամեն ինչը։ Չէ, դու պատկերացնում ես ինչ կլիներ, եթե Հակոբը չնկատեր։ Ես նույնիսկ չեմ ուզում մտածել այդ մասին։ Դե ինչ ասեմ, փառք Աստծո, որ նման բան չի եղել։ Իսկ դու ինչի համար ես։ Ընկեր Գրիգորյան։ Տաթև, եթե չես կարողանում քո աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարել, ուրեմն հեռացիր ստեղից։ Բայց ես իմ գործը արել եմ։ Երեխաներին պարկեցրել էի քնելու, ինչ իմանայի, որ պիտի փախչեն։ Ախր հենց էդ է, որ քո պարտականությունների մեջ է մտնում նաև իմանալ, թե քո սաները ինչ մտահղացումներով են քնում ու արթնանում։ Ոնց որ թե ժամանակն է քեզ էլ, հա, ընկերուդ ետևից ուղարկեմ։ Եթե չես կարողանում աշխատել, ուրեմն դուրս արի։ Ոնց որ թե այս գործը քեզ համար չի։ Ախր ինձ համար շատ դժվար է։ Ասեցիք, որ Սարային փոխարինող եք բերելու, բայց մինչև հիմա մենակ եմ։
Չեմ կարողանում ամեն երեխայի ետևից վազել, շատ դժվար է ինձ համար։ Ես այդ հարցը կլուծեմ, բայց եթե մյուս անգամ էլ որևէ աննշան թերացում նկատեցի, մի անգամից դուրս ես գալու այստեղից։ Լավ։ Ոչինչ։ Մի օր քո հերթն էլ կգա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարոյություն։ Ոստեղ խնդրեմ։ Կարծում եմ այսօր ինչ-որ նոր բան կունենաք ասելու։ Իհարկե ունեմ։ Եվ հուսով եմ չեք հիասթափեցնի։ Ես արդեն մի վկա ունեմ, որին հարցը քննել եմ։ Ու ունեն, որ որոշ հարցեր կան ձեզ հետ բարձելու։ Հետաքրքիր, ինչ հարցեր։ Այն, որ ամեն ինչ ոնց որ իր տեղն ընկնա։ Ով է սպանել երեխուն։ Եվ ինչ ենք մենք այստեղ եկել։ Եկել ենք, որ ինձ օգնես հագուստ ընտրեմ։ Ես։ Հա, ճիշտ ասած, որ Հայաստան եկա, շատ քիչ հագուստով եկա, որովհետև պատրաստ չեկա։ Հիմա ինձ հագուստ է պետք ու ուզում եմ, որ դու ինձ օգնես։ Դու պիտի գնաս։ Չգիտեմ ճիշտն ասած, բայց դե Բայց մի օր կգնաս։ մի օր, հա։ Գնանք։ Գնանք։ Ինչ կասես։ Շատ սիրուն է։ Ուղղակի Ոնց որ աղջկա է։ Այն կողմը դրա մարդու կա։ Գնանք։ Գնանք։ Ոնց է։ Լավն է։ Բայց շատ տաք է։ Դու մոռանում ես, որ Երևանում ձմեռները շատ ցուրտ են։ Իսկ ես կուրտկաները ինչ կասես։ Կասեմ, որ լավ կլինի փորձես մի բան հագնես, որ նոր ասեմ, լավը թե չէ։ Այսպես ինչ իմանամ։ Արի գիտես ինչ անենք, ես մի քանի բան ընտրեմ, գնամ հանդերձարան։ Այն այնտեղ հանդերձան է։ Գնամ հանդերձարան, դու կասես, որը հա, որը չէ։ Դու ինձ այդքան վստահում ես։ Լավ մտածի։ Վստահում եմ, որ եկել եմ ստեղ։ Լավ։ Դուրդ գալիս է։ Շատ սիրուն է։ Բայց կանացի է։ Գիտեմ։ Ուզում եմ, որ դու փորձես։ Ես։ Ինչի համար։ Ուզում եմ սա քո հակը տեսնեմ։ Ինձ պետք չի։ Սար, ընդհանրապես խնդրում եմ, որ փորձես։ Չեմ կարծում, որ մեծ բան եմ խնդրում։ Ուղղակի ուզում եմ, որ փորձես։ Շնորհակալություն։ Ուղիղ աճ։
Կամ ձեզ։ Ձեզ մի բան եմ խնդրում։ Հենց վերջացնի այդ ծառոճկան էլ կդնեք տոպրակի հետ։ Լավ, ընտիր չկա։ Ես հիմա մի քանի բան էլ կընտրեմ նույն չափսի։ Դա էլ ծառոճկայի հետ նույն տոպրակում կդնեք։ Լավ։ Լավ։ Շնորհակալ եմ։ Արման։ Շատ սիրուն եմ։ Ինչ է եղել։ Հետդ չեմ խոսում։ Ինչու։ Ասել եմ, չէ՞ որ չեմ սիրում անակնկալներ։ Դու ինձ օգնեցիր, որ ես հագուստ ընտրեմ, ճիշտ է։ Սա էլ փոքրիկ փոխհատություն։ Իրականում ինձ շատ անհարմար վիճակի մեջ դրեցիր։ Սա ընդհանրապես նվեր է։ Իսկ նվերներից չեն հրաժարվում։ Գնանք։ Ես դա ձեզ չեմ կարող ասել, նախաքննության ընթացքի մեջ է։ Մենք ամեն ինչ գաղտնի ենք պահում։ Բայց դուք նոր ասացիք, որ նորություն ունեք ինձ ասելու։ Այո, ունեմ։ Ես մի վկա ունեմ։ Ես կարող եմ նրան տեսնել։ Անձի ինքնությունը առայժմ ես գաղտնի եմ պահում, անվտանգության նկատառումներից ելնելով։ Ինձնից էլ եք գաղտնի պահում։ Իհարկե ոչ, ձեզ կասեմ։ Ուրեմն ուշադիր լսում եմ։ Ով է նա։ Նա անմիջական կապ ունի սպանության հետ։ Լսեք, ով է այդ անասունը։ Համբարձումյան Արայիկ անունը ձեզ ինչ-որ բան ասում, հա։ Համբարձումյան։ Չի ասում։ Իսկ որ տեսնեք կճանաչեք։ Ազգանունը ոչինչ չի ասում, բայց որ տեսնեմ, գուցե եւ ճանաչեմ։ Խնդրեմ նայեք։ Մամ։ Արդեն գնում ես։ Հա։ Ես քեզ գիտեմ։ Դու Արմանի տուն ես գնում։ Քո համար մեկ չի, ուր եմ գնում։ Իհարկե մեկ չի։ Կարող է աղբերդ նեղանա։ Լավ էլի մամ։ Եբ հայ եղել, որ ես գնամ աղբորս տուն, ու Արմանը դրանից նեղվի։ Չի կարելի մի օր մնաս տանը։ Ձինան ամբողջ օրը վերևում մենակ է։ Նոր եք ամուսնացել, տենց ոնց կլինի։ Կլինի, կնոջ շատերես չեն տալի։ Չի կարելի, մեղք է այդ աղջիկը։ Թող մնա հավաքվի, տեղափոխվում ենք, չէ։ Ես սիրտ չունեմ։ Մամ, պապան համել մեղք է։ Այս տուն ամեն ինչ իջացնում է Սոնային։ Ու իմ սրտից էլ Արոն գնում։ Մենք տեղափոխվում ենք։ Էսով է։ Այն տղեն ում մասին որ խոսում էի։ Եվ ինքը այս գործի հետ ինչ կապ ունի։ Սրան իսկի չեմ էլ տեսել։ Ուրեմն չեք ճանաչում։ Չեմ ճանաչում։ Լավ։ Դուք կարող եք ինձ բացատրել։ Ինքը այս դեպքի հետ ինչ կապ ունի։ Նա եղել է այն մեքենայի մեջ,
որտեղից որ կրակել են ձեր վրա։ Մենք գտել ենք մեղավորին, նաև կգտնենք պատվիրատուին։ Ես ուզում եմ սրան տեսնել։ Կտեսնեք, հիմա կասեմ կբերեն։ Արսեն ջան, մտքերով ես։ Բան ա եղել։ Բայց ոնց որ մտքերով ես։ Քիմ ենք մտածելու բան չունենք։ Ունենք։ Ալեքսիս Ձենձոն չկա։ Հետևում են դրան։ Թող հետևեն։ Ես ամեն օր լուրերի եմ սպասում։ Դե մենք էլ քո հրամանն ենք սպասում, Արսեն ջան։ Չէի ուզենա այդ ամեն ինչը ճիշտ լիներ։ Ոնց չէի ուզենա։ Ոչ մեկս էլ չենք ուզենա։ Արի մտնենք Արմանենց տուն, հետո կգնանք օֆիս։ Արմանենց։ Աբա ախպերս հյուր ունի, մի հատ չիմանանք ով է։ Ոնց համուզեմ քեզ դրսում ճաշենք։ Արի մի ուրիշ օր։ Այսօր ուզում եմ շուտ տուն գնալ ու փորձեմ աշխատանք փնտրել։ Գուցե օգնեմ քեզ այդ հարցում։ Ոնց։ Գիտես, կասեի մեծ սիրով, բայց շատ սոված եմ։ Եթե ճաշես… Շանտաժ։ Հրավեր։ Կներես։ Անցանկալի զանգա։ Չէ, համարը շատ ծանոթ է, բայց մեծ խոսեմ։ Լավ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գրիգորյանն է։ Գրիգորյանը։ Ես ձեր զանգին սպասում էի, գիտեք։ Մենք կարող ենք հանդիպել։ Իհարկե, երբ։ Թեկուս հիմա։ Ուզում եմ հիմա հանդիպեի մեր։ Հա, իհարկե կարող ենք հանդիպել, կգամ։ Եղավ, առայժմ։ Առայժմ։ Ինչ լավ է, Երանի համաձայնվի։ Խոստանում եմ, կհամաձայնվի։ Լավ, արի հիմա շուտ տուն գնանք, բայց ինձ հետո կզանգես, չէ՞։ Կզանգեմ։ Քեզ տանեմ տուն ու գնամ մանկատուն։ Ժամանակ չկորցնենք, արի գնանք։ Հա։ Կտեսնեք, հիմա կասեմ կբերեն։ Ոնց անգամվա նման։ Չէ, այդպես չի լինի։ Ոչ մեկ չի իմանում ձերբակալվածի մասին։ Մենք ամեն ինչ գաղտնի ենք պահում։ Դե ասեք թող բերեն։ Լավ,